Էլի ռադիո լսողներ, ողջունում եմ բոլորին Arm Radio-ի եթերում եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը Radio Briefing հաղորդման շրջանակում։ Ձեզ հետ է քաղաքական մեկնաբան, քաղաքական վերլուծաբան Գեորգ Մելիքյանը։ Այսօր ես տաղավարում հյուրընկալել եմ ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն Civitas հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանին։ Ողջույն Ալեքսանդր։ Ողջույն Գեորգ։ Ալեքսանդր, անցան եղավ նախագահի ընտրությունը, կրկերը դեռ չեն նվազել, սառել եւ դեռևս ամփոփում են տվյալներ, այսինքն իհարկե վերջնական արդյունքները պաշտոնական արդեն կան, բայց շատերը համաձայն չեն։ Ես գիտեմ, որ ձեր կազմակերպությունը այն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկը, որը հավատարմագրված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ դիտորդական առաքելություն իրականացրեց ընտրության հենց օրը։ Եվ բնականաբար դուք ականատես եք եղել ինչպես են ընթանում ընտրությունները, տեղամասերում ինչպիսի իրավիճակ էր եւ այլն։ Մենք հիմա խոսենք այսօր դրա մասին, կփորձենք հասկանալ մանրամասները, ինչ հետաքրքիր միջադեպեր գրանցվեցին, ինչ տեսակ կամ ինչ չտեսակ միգուցե։ Եվ ես մեր ռադիո լսողներին կառաջարկեմ լինել ակտիվ 368204 հեռախոսահամարով զանգահարելով եւ ուղղելով հարցեր կամ մեկնաբանություններ կամ ինչ-որ դիտարկումներ անեն, եթե ունեն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները եւս մասնակցել են, ակտիվ են եղել եւ իրենք են միգուցե արձանագրել ինչ-որ միջադեպեր կամ հետաքրքիր ինչ-որ իրավիճակներ։ Եվ Ալեքսանդր, նախ սկսենք ձեր կազմակերպությունից։ Արդյոք երբ է հիմնվել ձեր կազմակերպությունը։ Մեր կազմակերպությունը հիմնվել է 11 թվականի օգոստոսին, սակայն մեր գործունեությունը Հայաստանում 2007 թվականից է։ Այն ժամանակ ոչ ֆորմալ կրթության մասնագետների խմբով, ովքեր իրենց առաքելությունն են համարում Հայաստանում ժողովրդավարական կրթության միջոցով նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը նաև։ Մենք սկսել ենք 2007-ից, իսկ որպես արդեն անկախ տեղական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն մենք գրանցվել ենք 11 թվականին։ Եվ քանի հոգի կա ձեր կազմակերպությունում ընդհանուր ակտիվ։ Կազմակերպության այսպես ամբողջական ակտիվը 60 հոգի է մոտ, բայց ամենաակտիվ կորիզը, ովքեր որ մշտապես աշխատում են, մշտապես զբաղված են կազմակերպության տարբեր ծրագրերով, մոտ 14 հոգի են։ Ալեքսանդր, արդյոք ձեր կազմակերպությունը միայն զբաղվում է դիտորդական առաքելությամբ, թե ունի այլ Չէ, անկեղծ ասած մեր հիմնական անելիքը ու հիմնական նպատակը դա քաղաքացիական կրթության արժեքներն ու խնդիրները Հայաստանում տարածելն ու բարձրացնելն է։ Մենք փորձում ենք մեր ծրագրերի միջոցով նպաստել, որպեսզի քաղաքացիական կրթությունը եւ դրա հետ մեկտեղ ժողովրդավարական արժեքները մտնեն մեր կրթական համակարգ, հանրակրթություն առաջին հերթին։ Իսկ դիտորդական առաքելությունը մեզ համար կարող եմ այսպես ասել կրթական մի process է, որի միջոցով իրական կյանքում, իրական քաղաքական կարևորագույն իրադարձության ժամանակ մենք փորձում ենք երիտասարդներին ներգրավել եւ դրանով իսկ փորձել նրանց մեջ արտնացնել քաղաքացիական այդ զգացումներն ու արժեհամակարգը, որպեսզի նրանք ի վերջո հասկանան, որ ընտրական process-ը ժողովրդավարական հասարակության համար կարևորագույն գործընթաց է։ Ովքեր են ձեր գործընկեր կազմակերպությունները, որոնց հետ համագործակցում եք։ Մենք համագործակցում ենք եթե վերցնեմ բոլոր ծրագրերը, մենք համագործակցում ենք ամենադեսպանատան հետ Հայաստանում, մենք համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, համագործակցում ենք կոնկրետ դիտորդական ծրագրի շրջանակներում համագործակցել ենք Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետ, ինչպես նաև Counterpart International կազմակերպության։ Ալեքսանդր, դուք կարծեմ անցյալ խորհրդարանական ընտրության ժամանակ եւս դիտորդական առաքելություն իրականացրեցիք, քանի հոգի եք այն ժամանակ,
եւ քանի հոգի եք այս անգամ այս ընտրության ժամանակ։ Այո, մենք մայիսի 6-ին խորհրդանական ընտրություններին եւս իրականացնում ենք դիտորդական առաքելություն, իմիջիալ դա մեր առաջի փորձն էր։ Եվ այն ժամանակ 61 հոգով էինք եւ դիտորդություն անում էինք թիվ 22 ընտրատարածքում, դա Գավառն է եւ իր շրջակա գյուղերը։ Այս անգամ մենք 62 հոգի ենք եւ դիտորդություն իրականացում էր թիվ 11-ում, դա Շենգավիթ վարչական շրջանն է եւ Էրեբունու մի փոքր հատված։ Լավ, Ալեքսանդր, դուք կարծեմ, որ բացի այն դիտորդները, որոնք որ ներգրաված են ձեր այս ծրագրի մեջ, դուք իրենց նախորոք քաղաքացիական կրթություն եք տալիս, հա, տրամադրում եք որոշակի գիտելիքներ, ինչու եք դա այդպես անում։ Ինչն է դա նպատակը։ Մենք կարծում ենք, մենք համոզված ենք, որ այն անձինք, ովքեր որ պատրաստ են ցանկանում են մասնակցություն ունենալ ընտրական գործընթացին, անաչառ մասնակցություն ունենալ, դիտարկել ընտրական գործընթացը, իրենք պետք է նախ եւ առաջ ունենան այդ արժե համակարգը։ Իրենք պետք է հասկանան, որ դա այսպես ասեմ, խաղ չէ, այլ լուրջ աշխատանք է եւ դրա համար պատրաստվել է պետք։ Եվ դա է պատճառը, որ մենք եւ նախորդ ընտրությունների դիտորդությանը պատրաստվելուց առաջ եւ այս անգամ եւս մեր դիտորդները դասընթաց են անցնում, որի ժամանակ իրենք այսպես ինտենսիվ կուրս են անցնում, որը վերաբերում է եւ ժողովրդավարության արժեքներին, քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին եւ այլն։ Պատրաստվում եք, որպեսզի իրենք բացի այսպես տեխնիկական գործառույթ կատարելուց ունենան նաեւ որոշակի գիտելիքներ ժողովրդավարությունից, իրավունքներից, ընտրական գործընթացներից։ Ավելին, ինչպես ասացի, մենք սա դիտարկում ենք կրթական process եւ մենք մեր առջև խնդիր ենք դնում, որ այն երիտասարդները, ովքեր մեզ հետ մասնակցում են դիտորդական առաքելությանը, իրենք ոչ միայն կատարում են այդ ֆունկցիան տվյալ օրը, այլ մենք հույս ունենք, որ դա իրենց մեջ արժեքային փոփոխություն է բերում, որ ընտրությունը եւ առհասարակ ընտրական գործընթացը ժողովրդավարական պայմաններում կարևորագույն բան է։ Լավ, եթե մենք ունենք հեռախոսազանգ, խնդրենք, որ մեզ միացնեն, լսում ենք, դուք եթերում եք, ներկայացեք, խնդրեմ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն ես ձեր հյուրին շնորհավորում եմ, ուրախ եմ, որ ինքը մասնակցում է մեր ձեր հաղորդմանը։ Ինտերնետից միշտ օգտվում ենք, ոնց որ այն ասում է մեր աչքերը մի քիչ բացվում է ճշմարտության ամեն ինչի հարցերում։ Եվ այս ընտրությունների հարցում էլ ես կարծում եմ մեր ժողովուրդը երևի կյանքում առաջի անգամ մի ճիշտ բան արել, թեկուզ մենք չենք հաղթել, բայց իմացեք, որ մենք հաղթել ենք, որտեղ դուրս ենք եկել վախի շրջանակներից։ Այսքան բան։ Դա, շնորհակալություն։ Մենք հիմա Ալեքսանդր հենց կանդրադառնանք այս ընտրություններին, որտեղ որ դուք ներկայացրել եք, իրականացրեցիք դիտորդական առաքելություն, ունեք 62 դիտորդ եւ ծածկում եք 37 ընտրատեղամաս, 11 ընտրատարածքում, այո։ 62 դիտորդով։ Կարծեմ, որ էլի կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլ կառույցներից կային դիտորդական առաքելություն իրականացնող։ Մենք նկատեցինք, որ տեղական այլ կազմակերպություններ էլ մեր գոնե այն ընտրատարածքում, որտեղ որ մենք ենք դիտորդություն անում, կային, օրինակ ընտրությունը Քոնն է, հասարակական կազմակերպությունը, ընտրական համակարգերի հիմնադրամը, եթե սխալվում եմ անունը, ներողություն, ոնց որ թե այլ կազմը ունիսոն հասարակական կազմակերպություն, հաշմանդամների իրավունքները, հա, ամենայն հավանականությամբ։ Լավ, հիմա Ալեքսանդր, անդրադառնանք մեր այս ընտրությանը, օրվան, խնդրեմ, հնարավորինս մանրամասն փորձենք հասկանալ ինչպես էր անցնում։ Դուք սկսել եք ժամը 7-ին, այո։ Այո, մեր դիտորդները տեղամասում էին ժամը 7-ին, այն ժամանակ, երբ տեղամասը բացվում է,
եւ դիտարկել են ընտրական գործընթացը մինչեւ հաշվարկի վերջը։ Սկսեն սկզբից, Ալեքսանդր, սկզբից ժամը 7-ին իրենք ընտրատեղամասում են, որ ինչ անեն։ Իրենք ընտրատեղամասում են, որպեսզի դիտարկեն արդյոք տեղամասի բացման գործառույթները իրականացվում են ըստ օրենքի, այն ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը, օրինակ բացվում է չհրկիզվող պահարանը կամ հանձնաժողովի անդամների գործառույթները բաշխվում են պատահական ընտրանքի կամ ավելի ճիշտ վիճակահանության միջոցով, այսինքն այս բոլորը սահմանված է ընտրական օրենսգրքով եւ հանձնաժողովը պարտավոր է այդ ընթացակարգին հետևել։ Դիտորդի անելիքն էլ այն է, որ դիտարկի արդյոք այդ ամեն ինչը արվում։ Շատ լավ, մենք հիմա կփորձենք հասկանալ ինչ է դիտորդի անելիքը եւ ինչ ընդհանրապես տեսակ այս ընտրության օրը։ Ուրեմն ժամը 7-ին դիտորդը պետք է լինի արդեն ընտրատեղամասում, որպեսզի տեսնի, թե հանձնաժողովի անդամները ինչպես են սկսում, բացում, այդ ամենը եւ ինչպես են պահվում, պատրաստում ընտրատեղամասը ընտրողներ ընդունելուն։ Այնտեղ ոստիկաններ պիտի լինեն, թե պիտի չլինեն։ Հա, իհարկե ոստիկաններ պիտի լինեն, բայց ոստիկանները ապահովում են ընտրատեղամասի անվտանգությունը։ Ավելին, իրենք պետք է ներգրաված լինեն, մասնակցեն ինչ որ գործողությունները, երբ դրա անհրաժեշտությունը առաջանում է, իսկ դրա իրավասությունն ունի հանձնաժողովի նախագահը միայն, ինքն է հրավիրում ոստիկանին ներս, այլապես ոստիկանները պետք է լինեն իրենց համար առանձնացված սենյակում կամ հատվածում եւ այսպես Չերևան ընտրատեղամասում։ Ալեքսանդր, արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է լինի բոլոր այդ ընտրատեղամասում բացման ժամանակ։ Չէ, բնականաբար ոչ, ավելին նույնիսկ ընտրատարածքային հանձնաժողովի անդամը չպետք է լինի։ Վերադարձ հանձնաժողովները կարող են տեղամաս այցելել ցանկության կամ կարիքի հետ կապված, բայց իրենք պարտավոր չեն գտնվել տեղամասում։ Վերջում մենք չունենք 1998 ԿՀ անդամ կարող են այցելել ուղղակի։ Հա, կարող են այցելել, եթե անհրաժեշտություն կա, որպես վերադաս հանձնաժողով, բայց չէ, իհարկե իրենք որպես կանոն այնտեղ չեն։ Դուք առավոտյան 7-ից 8-ի հատվածում ինչ որ բաներ, խախտումներ գրանցել եք։ Չէ, մեծ հաշվով այն ինչ որ նախնական մենք ունենք մեր դիտորդների տված արձանագրություններն ու տպավորությունները հիմնականում տեղամասերի բացման գործընթացը իրականացվել է օրենքի սահմաններում եւ որևէ խնդիր չի եղել։ Մենք ունենք զանգ, լսում ենք ձեզ, դուք ներկայացեք, խնդրեմ, եւ տվեք ձեր։ Անահիտ, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր հյուրին իրենց կատարած դիտորդական աշխատանքների համար եւ այսպիսի բան եմ ուզում ես ձեզ հետ զրուցել։ Դուք չեք գտնում, որ ընտրությունից ընտրություն, սա իմիտացիոն բան է, ոնց որ իմիտացիայի նման մի բան է, որ գնում ենք դեպի ժողովրդավարություն։ Ես գտնում եմ, որ ընտրությունից ընտրություն ավելի վատանում է։ Այդ ընտրական համակարգը ամբողջովին վարկաբեկվում է։ Եթե իշխանությունը եւ ընդդիմությունը չկարողացան ընտրատեղամասերում ապահովեն այնպիսի դիտորդներ, այնպիսի վստահված անձինք, որոնք ժողովրդին հավատ ներշնչեին ընտրական համակարգի վերաբերյալ։ Ինչ ընտրությունների մասին կարելի է խոսել։ Եվ ինչ կարող են անել այդ սակավաթիվ եւ ես ասում եմ երկկողմանի։ Դուք չեք գտնում, որ երկու կողմից էլ շատ ցածր նիշի վրա էր կատարվում այդ ամեն ինչը։ Երկու կողմում նկատի ունեք։ Եվ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Ինչն էր կատարվում։ Որ վստահված անձինք եւ դիտորդները իրենց աշխատանքը չէին կատարում այնպես։ Ես երեք ամբողջ օրը ձեր լսում էի ու կնդրում էի ձեր ռադիոալիքը։ Այո։ Եվ տեսնում էի այն դիտորդները, կային դիտորդներ, հիմա ես չեմ հիշում, չեմ կարող այդպես հիշել բոլորի անունները, որ դիտորդական կազմակերպություններ, որոնք դիտում էին այդ վերածել էին ծաղրի, որ ասում էին շատ լավ է, երբ այդ տեղամասում չկար ընդդիմադիր ոչ վստահված անձ, ոչ դիտորդ ուրիշ։ Այո։ Ինչպես էին այդ դիտորդները իրենք ասում, որ շատ լավ է ամեն ինչը։ Դա արդեն
այն մասին է խոսում, որ այդ մարդիկ լավի եւ վատի մասին գաղափար չունեն, թե որն է լավ, որն է վատ։ Լավ, շնորհակալություն դիտարկման համար։ Կարծում եմ, այստեղ իհարկե ասելիք շատ կա այս առումով, լավի, վատի, այսպես ասած, ինչ լավ էր, թե վատ էր։ Իհարկե նախնական որոշ բնականաբար կարծիքներ ու նախնական ամփոփումներ եղան, կլինեն վերջնական նաև, չէ, ամփոփումները, բայց ես կուզեմ դրան մենք անդրադառնանք ավելի ուշ, այսինքն ես կամաց փորձում եմ գալ, հա, ժամերով, որպեսզի հասկանանք ինչ դինամիկան ինչպես է զարգանում եւ հասկանանք ինչ խախտումներ դուք արձանագրեցիք, ինչպես եք դուք գնահատել ընդհանուր պատկերը եւ հատկապես վերջում, երբ վերջնահաշվարկ էր կատարվում, այդ ժամանակ ինչ նկատեցիք կամ ինչ չնկատեցիք, ինչ վերաբերում է ռադիոլսողի դիտարկմանը, ապա այս անգամ մենք տեսանք, որ խնդիր կա վստահված անձանց քանակի հետ, վստահված, այո, խնդիր։ Ինչ որ իհարկե դիտորդների հետ էլ խնդիր կա։ Դիտորդի արկայությունը չի նշանակում, որ այդ դիտորդի իր աշխատանքը լիակատարանում է։ Իհարկե չի բացառվում, որ լինեն դիտորդներ, ովքեր պարզապես ներկայություն են ապահովում։ Ես իհարկե մեր ռադիոլսողի մտահոգությունը կիսում եմ, բայց մյուս կողմից էլ նույնիսկ այն փոքր փորձով, որ մենք ունենք այս երկու ընտրությունների, կարող եմ ասել, որ այն դիտորդը, ով որ իր աշխատանքը կատարում է պատշաճ կերպով, դա հաստատ սթափեցնում է, զսպում է նրանց, ովքեր որ ինչ որ այսպես թաքնված օրակարգ ունեն իրենց մտքում, լինի դա հանձնաժողովի անդամ, լինի դա ինչ որ վստահված անձ կամ պատահական մեկով ինչ ուզում է այդ իրավիճակից օգտվել։ Այնպես որ խնդիրը շատ իհարկե խորքային է, մեր ռադիոլսողի բարձրացրած շատ ավելի միգուցե մշակութային եւ մեր եւ ազգային եւ քաղաքական մշակույթի մաս, բայց այդպիսի խնդիր իհարկե կա։ Այո, եթե մենք ունենք զանգ վերցնենք եւ կարողանանք հասկանալ մեր ռադիոլսողների կարծիքները, լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք, ներկայացեք, խնդրեմ, եւ ձեր հարցը։ Բարև ձեզ։ Ես շատ հարցեր ունեմ, բայց միայն մի հարցի մասին խոսեմ։ Մեծիո, մենք ունենք 1 րոպե մինչև ընդմիջում, եթե կարող եք հարցը ձևակերպել։ Ես շատ արագ խոսեմ։ Այո, խնդրեմ։ Ես որպես Հայաստանի քաղաքացի շատ հուսահատված եմ եւ իմ հարցը վերաբերում է կնիկներին։ Ես եկել եմ տեղամասից եւ ամիջապես մատով ջնջել եմ այդ կնիկը։ Եվ ին եւ ամուսնու։ Սա ինչ է, այդ հարցին պատասխանեք, սա արդյոք ընտրություն է։ Շնորհակալություն, Ալեքսանդր։ Գիտեք, կնիքի արկայությունը այսօր մեր ընտրական գործընթացում ընտրական օրենսգրքի պահանջ է։ Բոլորս հասկանում ենք, որ նպատակը այն է, որ կանխվի, չգիտեմ, կրկնակի ընտրության հնարավորությունները, բայց մյուս կողմից թե անցած ընտրություններին կնիքը պարզապես վերանում էր առանց որևէ միջամտության, հա, հասկանալի էր, որ այդ մեխանիզմը չի գործում, հիմա չէր վերանում, բայց պարզվեց, որ կարելի է դա մաքրել մատով, ջրով, ես չգիտեմ։ Արեք, ամբողջ խնդիրը այն է, որ մենք անընդհատ փորձում ենք տեխնիկապես լավացնել ընտրությունները, մինչդեռ ընտրությունը դա ժողովրդավարության մաս է, որը կատարվում է մարդկանց սրտում եւ մտքում։ Այո, արժեքային համակարգի խնդիր է։ Այսինքն արժեքների մենք կարող ենք անընդհատ էլեկտրոնայինի, հա, չիպերով անցկացնել ընտրությունը եւ այլն, միշտ էլ հնարավոր կլինի ինչ-որ մի բան գտնել, որը կարելի կլինի, այսինքն նույն կերպ, եթե մենք օրենք ունենք, բայց մենք օրենքը ուղղակիորեն շրջանցում ենք, ցանկացած օրենք կարելի է շրջանցել, մեկի համար հեշտ կլինի, մեկի համար դժվար, բայց ցանկացած օրենք, եթե դու ցանկություն ունես շրջանցելու, կշրջանցես, այսինքն մենք խոսքը ոչ թե նամասել է, թե ինչու են մաքրում, այլ որ մաքրել չմաքրել ու կնիկ դնել չդնելով չի, որ ժողովրդավարությունը կարողանալու է աշխատել, հա։ Մենք ընդմիջվենք մի քանի րոպեով, որից հետո կշարունակենք մեր այս զրույցը, մնացեք Արմ ռադիոյի եթերում։ Սիրելի ռադիոլսողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Արմ ռադիոյի տաղավարում։ Այսօր ռադիո բրիֆինգ հաղորդման շրջանակում ես հյուրընկալել եմ ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն Civitas հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանին։ Ես այսօր Ալեքսանդրին հրավիրել եմ, որպեսզի մենք միասին խոսենք, քննարկենք նախագահական ընտրության հետ կապված
մանրամասները, դետալները, միջադեպերը եւ ընդհանրապես ընթացքը եւ մենք ունենք հեռախոսազանգ, դուք եթերում եք, դուք ներկայացեք, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Այո։ Բարև ձեզ, բարևում եմ ձեզ եւ ձեր հյուրին, պարոն Գևորգ։ Այո։ Այդ հարցս հետեւյալն է, անունս Լիդիա։ Այո։ Հասարակ բանվորուհի եմ, ես ընդ ոչ մի բան չունեմ որևէ մի նախագահին։ Ուզում եմ հետեւյալ հարցը ուղղել։ Մենք համարում ենք մեզ ժողովրդավար երկիր, այսինքն ուզում ենք ժողովրդավարություն ձևակերպենք, այսպես ասած, բայց ինչ ժողովրդավարություն, որ այսքան ժողովուրդը գնում է, ընտրում է կեղծարարությունները, ժողովրդին իրար խփելը, կարելի ասել դիագների վերով ընտրություններ է կատարվում։ Ավելի լավ չի լինի սովետական, այսինքն խորհրդային ժամանակների նման, նախագահ ընտրեն իրենք իրենց մեջ, իրենք իրար ուտեն ժողովուրդը այսպես պասիվ դիշտ դռնի ու ընտրեն նորից նույն վիճակը կլինի կամ ավելի լավ։ Ու վերջեցաններին խնդրի։ Շնորհակալություն, ժողովուրդը կարողանում է ազդեցություն ունենալ այլ գործընթացների համար, թե հակառակը գործընթացներն են ազդում ժողովրդի վրա։ Դե տեսության մեջ ժողովուրդը իհարկե կարողանում է ազդեցություն ունենալ եւ ավելին եթե ժողովուրդը չի մասնակցում, մեծ հաշվով շանս չունի։ Այս դեպքում Տիկին Լիդայի մտավախությունը հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մենք այլ ընտրանք չունենք, մենք պետք է մասնակցենք այնքան, մինչև կունենանք այն մակարդակը ժողովրդավարության, որը որ մեզ հարիր է եւ որը որ մենք տենց այդքան շատ երազում ենք։ Ես կարծում եմ, որ եթե մենք թողենք, որ իշխանությունները իրենց մեջ ընտրեն եւ հետո այդ ընտրյալը մեզ ղեկավարի, մենք դրանից ոչ մի կերպ չենք շահի։ Մենք խոսենք մասնակցության մասին, մեր զանգերը լավ է, որ շատ են, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Գևորգ ջան, Գևորգն է խոսում։ Այո։ Ես ճիշտ ասած մի քիչ զայրացած եմ, դրա համար մի քանի թիվ ուզում եմ ասել, դուք էլ համապատասխան եզրակացություն անեք իմ ասածների իման վրա։ Ընտրություններին մասնակցել են 1.515.000 մարդ, ճիշտ է։ Ըստ տվյալների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մաքսիմում ապրում է 2 միլիոն մարդ։ Գերեջան, եկեք այսպես անենք, այդ թվերի հետ կապված շատ է ասվել, որ ինչքան են ընտրողների քանակը, իրականում ինչքան պիտի դրա մասին եկեք, եթե հարցը դա է, մի փոքր ուղղակի հարցից է վերածեք։ Այդ մենք շատ ենք խոսել այդ թեմայով, այո, լսենք։ Ուրեմն փաստորեն կես միլիոնից ավել մարդ չեն քվեարկել, բայց այդ թվերը եթե ամբողջ Հայաստանը կան ընտրության 1.400.000 կազմի։ Եթե նույնիսկ են որ գնացել է Ստամբուլից Տուրիստիկ Մայկա է բերում, մեկը որ գնացել է Եգիպտոս, մեկը որ գնացել Արաբական Էմիրատներ, ամբողջ հայ ժողովուրդը որ կան, որոնք որ փաստականից Հայաստանում ապրում են, կազմում է 1.400.000, այսինքն 100%-ով ընտրություն։ 115.000 էլ, չգիտեմ, լուսնից պետք է բերեն, որ դառնա 1.550.000։ Ուզում եմ ասել, ընտրությունը հաղթել է Ռաֆի Հովհաննիսյանը, ես շնորհավորում նրան, բայց նրա ընտրությունը կողացան։ Կողացան այսօրվա իշխանությունը, երկրորդը մեր հանճարեղ Սիամանթով մի խոսք ունի, ասում է ով մարդկային անարդարություն, թույլ տուր, որ ես թքնեմ քո ճակատին։ Այ ամբողջ բանը սա է։ Շնորհակալություն։ Դիտարկմանը մենք դիտորդները ես գիտեմ, որ շատ տեղեր արձանագրել են, որ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է։ Շատ ընտրատեղամասերում եւ շատ տեղերից ինֆորմացիա էր գալիս, որ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթում է, որոշ տեղերում շատ ձայներով, որոշ տեղերում ոչ այդքան, բայց այո, շատ տեղերում հաղթել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները շատ հաճախ չեն համապատասխանում այն տեղեկություններից, որը գալիս են ընտրատարածքներից, ընտրատեղամասից։ Ես չեմ ուզում ասել, թե որն է ճիշտ, որն է սխալ, բայց ամեն դեպքում հստակ է, որ կա որոշակի անհամապատասխանություն այս երկու կողմերի միջև, այսինքն տվյալները, որոնք գալիս են դրսից, արեք արդյոք ուղղակի չեմ ուզում առաջ անցնել, չնայած ժամանակն է միգուցե չերիքի, լավ, անդրադառնանք կոնկրետ ձեր առաքելության ընթացքում, ձեր դիտորդները գրանցել են, գիտեմ, որ վերջնահաշվարկի ժամանակ գրանցել են տարբեր արդյունքները, ձեր ընտրատարածքում կոնկրետ ով էր ավելի շատ ձայն հավաքել։ Ուրեմն այս պայծրությամբ մենք ունենք, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, մոտ 20 արձանագրություն ընտրատեղամասերից եւ այս որոշում հաղթել է ըստ վերջնական արձանագրության, որը
տարածքային ընտրական հանձնաժողովը տվել է դիտորդին, հաղթել է Հրաչյա Հովհաննիսյանը, մի քիչ դրանից ավել ընտրատարածքներում հաղթել է Սերժ Սարգսյանը, բայց իհարկե խնդիր կա եւ խնդիրը մեր դիտարկումներով մոտավորապես այսպիսին էր, հենց հաշվարկի գործընթացը այս ընտրությունների ժամանակ ոնց որ թե ավելի այսպես խնդրահարույց է եղել, քան բուն քվեարկության փուլը։ Մեր դիտորդներից ոմանք արձանագրում էին, որ այդ հաշվարկի ընթացքում հանձնաժողովի անդամները ինչ որ նյարդային վիճակում էին, մանավանդ այն ժամանակ, երբ նկատում էր, որ Հրաչյա Հովհաննիսյանը ինչ որ փուլ, հաշվարկի հաղթում է Սերժ Սարգսյանին, հետո պարզվում էր, որ վերջնական արդյունքով չէ, Սերժ Սարգսյանը քիչ ավել ձայն է ստացել։ Ամենայն դեպս այն արձանագրություններով, որ մենք ունենք, Սերժ Սարգսյանը հաղթում է, բայց առավելությունը շատ մեծ չի։ Շատ մեծ ինչ-որ ցույց է տալիս։ Բայց սա ընդամենը մի 20 տեղամասի տվյալ է իհարկե։ Բայց մի խնդիր էլ կա, որ այն տեղամասերը, որոնք որ արդեն ունեն արդյունքներ, ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը չի տրամադրում, թե իրենց մոտ իրենք ինչպիսի տվյալներ ունեն, այսինքն ինքը տալիս է վերջնահաշվարկ, բայց ինքը առանձին չի տալիս, որպեսզի հնարավոր լինի համեմատել։ Ենթադրենք դուք անցկացրել եք դիտորդական առաքելություն 11-րդ ընտրատարածքում եւ հետո նայեք, թե արդյոք ձեր տեսած տվյալները ճիշտ արտացոլված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում։ Հա, պետք է մի հատ իհարկե ճշտել, ըստ տեղամասերի ես չեմ հիշում, որ ԿՀ-ն տված լիներ արդյունքներ, ըստ ընտրատարածքների իհարկե տալիս է, եւ նորից կարելի է գումարել եւ տեսնել արդյոք այն արձանագրությունները, որ թե դիտորդները, թե հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիկ վերցրել են իրենց հանձնաժողովներից, ասենք 37 ընտրատեղամաս է 11 ընտրատարածքում եւ 37 արձանագրություն ընդամենը թվերը գումարել իրար եւ տեսնել ԿՀ-ի տված վերջնական արդյունքը համապատասխանում է թե ոչ։ Մենք անդրադառնանք վստահված անձանց զանգը վերցնելուց հետո լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գագիկն է խոսում, շնորհակալություն, լավ բան եք անում։ Թույլ եք տալիս ժողովրդի մի քիչ հետևանա, խնդրում համբերատար եղեք, որ նույնիսկ մի քիչ շեղված հարց։ Չէ, ես խնդրում եմ, ուղղակի մենք ժամանակի խնդիր ունենք, հակի ձևակերպել։ Ես ընդհանրապես մի հարց դիտորդի կարգավիճակին վերաբերող էլի։ Օրինակ մենք նկատում ենք, որ մեր ոստիկանները այդ ժամանակ փոխանակ ասենք թե գողին բռնեն, անմեղին են բռնում։ Դուք դիտորդներով նկատեցիք այդ բանը։ Լավ։ Այդքան բան։ Լավ, շնորհակալություն։ Ալեքսանդր, այո, ոստիկանների աշխատանքին շատ հակիրճ անդրադառնանք։ Տեսել եք ոստիկաններ, որոնք կասեցնում են ինչ-որ մեկի սխալ արարքը կամ իրենք ընդհակառակը նպաստում են, որպեսզի ենթադրենք նրանք ովքեր ոչ պիտի լինեն ընտրատեղամասում գտնվեն այնտեղ կամ ինչ-որ գործողություններ իրականացնեն։ Այն տվյալները, որ մեր դիտորդները փոխանցել են մեզ, ոնց որ թե անհրաժեշտություն չի եղել հանձնաժողովի եւ հանձնաժողովի անդամների կողմից եւ դիտորդների կողմից ոստիկանների օգնությանը դիմելու։ Ես գիտեմ, որ ոստիկանությունը հրապարակել է, որ Շենգավիթում 12 իհարկե ընտրատարածքում խնդիր է տեղի ունեցել եւ քրեական գործ է ոնց որ հարուցված կրկնակի ընտրության փորձի մասով մեր տեղամասերում այդպիսի համենայն դեպս ես այդ ինֆորմացիան չունեմ, իսկ ինչ մնում է ոստիկանների խոչընդոտելուն կամ օգնելուն, իհարկե որոշ տեղամասերում ոստիկանության ներկայացուցիչների ակտիվությունը մի քիչ ավելի բարձր է եղել, քան օրենքն է պահանջում։ Օրինակ տեղամասում, ասենք հաշվարկի ժամանակ ոստիկանը ներս է մտել տեղամաս, ոչ մի բան չի արել, հետո դուրս է եկել, բայց եթե չկա անհրաժեշտությունը կամ իրեն չեն հրավիրել, ինչի աներս մոտ։ Ալեքսանդր, անդրադառնանք վստահված անձանց եւ դրա շուրջ կառուցված տարբեր իրադարձություններին։ Տեղեկություններ են հասել ինձ, որ նախ մենք բոլորս փաստեցինք, որ վստահված անձինք բացի Սերժ Սարգսյանից շատ քիչ էին։ Շատ քիչ էին, այո։ Բացի Սերժ Սարգսյանի վստահված անձանցից նրանք շատ քիչ էին։ Երբ փորձեցինք ճշտել օրինակ հենց ժառանգության կուսակցությունից նրանց առաջնորդի Հրաչյա Հովհաննիսյանի վստահված անձանց պակասի մասով ինձ ասացին, որ այդքան մարդ չկա։
խոսքը 1988 մարդու մասին է, չէ՞։ Փաստորեն իրենք չունեն, իրենք ինձ ասացին, որ այդքան մարդ իրենք չունեն, որպեսզի կարողանան ամենտեղ ապահովել։ Սա բերեց նրան, որ մենք ընտրատեղամասերում տեսնում ենք միայն հիմնականում Սերժ Սարգսյանի վստահված անձանց։ Սերժ Սարգսյանի վստահված անձինք լավ, վերցնենք զանգը, որից հետո կանդրադառնանք նորից այդ հարցին։ Լսում եք, ձեզ դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ, Գևորգ, եւ ձեր հյուրին եմ բարևում, Արմինեն է։ Այո, Տիկին Արմին։ Ուրեմն, այդքան որ գովաբանում էին ի սկզբանե, որ արդար աննախադեպ ընտրություններ է լինելու, բայց դրա պատճառը շատ վատն էր, դրական չէր։ Ժողովուրդը մասսայական ապաթիայի մեջ էր։ Տեսնում էր, որ ինքը անարդյունք վիճակում է էլի լինելու, դրանով է բացատրվում, այդ որ իմ կարծիքով իհարկե, որ այդ բաները չկային, դիտորդները չկային, Հրան Բագրատյանն էլ ասեց, չէ՞, մի խոսքով այդ անիմաստ լինելն էր պատճառը այդ пассивության, այդ առաջինը, երկրորդն որ դիտորդ չկա, ուրեմն պետքա լրիվ ինչ ուզում են անեն, դա է նշանակում։ Եվ հետո մի հարց է, օրինակ ես բանով լսեցի ազատություններ կարծեմ, որ Արտաշատում 30-35 հոգի տղամարդիկ մտել են, բոլոր դիտորդների ձեռքերը կապել են, այդ բաները վերցել են, այդ կամերաները, լրիվ լցոնումը արել են, թողել են դուրս են եկել։ Իսկ այդ ներկան էլ, այդ նախագահ դիտորդի ներկայացուցիչն էլ, հետո որ ուզեցել են գործառույթին, ասան ես ոչ մի բան չեմ տեսել։ Հիմա այդ դիտորդները ինչ անեն։ Շնորհակալություն Տիկին Արմին։ Ալեքսանդր, այո, եւ Տիկին Արմինեի դիտարկմանը եւ ընդհանրապես վստահված անձինք ինչ դերակատարություն ունեն իրենք ընտրության օրը։ Բնականաբար վստահված անձի դերն ու նշանակությունը շատ կարևոր է, եթե դու ներկայացնում ես տեխնացուի եւ տվյալ տեղամասում պաշտպանում ես նրա շահերը, դու ավելի շատ այսպես լիազորություններ ունես, քան որևէ դիտորդ։ Դիտորդը ընդհանրեն արձանագրում է, դիտորդը ոչ մի բանին չի կարող միջամտել, այո։ Շատ մի քանի սակավ դեպքեր։ Եթե իհարկե ասենք քրեական լուրջ բացահայտ հանցագործություն է տեղ ունենում, իհարկե դիտորդը կարող է զանգել ոստիկանություն, էլ չսպասել հանձնաժողովի նախագահին։ Մյուս դեպքերում, որը որ կապված է ընտրական գործընթացի, չգիտեմ, խախտումների հետ, դիտորդի գործը արձանագրելն է, որոշ դեպքերում էլ այո, ուշադրությունը հրավիրել հանձնաժողովի պատասխանատուներին, միգուցե ասենք բաց են թողել աչքից վրիպել է եւ այլն։ Իսկ վստահված անձը իհարկե շատ ավելի լայն լիազորություններ ունի։ Եվ Արկայությունը իհարկե վստահված անձանց ենթադրում է, որ օգնում է այդ տվյալ տեխնացուի ստացած ձայները համապատասխան հաշվարկելուն եւ ժողովրդի լեզվով ասած պահելուն։ Մյուս կողմից բացակայությունն էլ բնականաբար Հարգետիկին Արմինեի դիտարկումը ավելի գլոբալ է իմաստով, ինչու պետք է մենք ունենանք վերահսկողություն, որպեսզի ունենանք արդարություն։ Չէ՞ որ, այսինքն վերահսկելով չի, որ ժողովրդավարությունը պիտի լի, եւ դա շատ ճիշտ դիտարկում, ուղղակի դրան հասնել է պետք է իհարկե մենք արժե համակարգային խնդիրն է, մեկ օրում կամ փաստորեն ստացել որ 20 տարում էլ մենք չենք հասել դրան։ Վերասած Գևորգ, որ եթե կնիքը, չգիտեմ, շատ ավելի պինդ նյութով լինի կամ չիպ լինի, եթե ցանկություն կա խախտելու, անպայման ձևը կգտնվի։ Հիմա նույնը, եթե դիտորդ վստահված անձ կա կամ չկա, եթե մենք չունենք այդ արժե համակարգը, որ ուզում ենք անել այնպիսի ընտրություններ, ինչպիսին պահանջում է օրենքը, միգուցե այո, շատ դեպքերում այդ չմեջ չկաշկանդի։ Երկրներ կան, որտեղ այլևս դիտորդություն որպես այդպեսին շատ ուղղակի սիմվոլիկ ձևով է կատարվում եւ բայց դրանից ժողովրդավարությունը երբեք չի դժում, որտեղ իրենց չեն խափում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք կանգնել ենք մի իրողության առջև, որտեղ ուղղակի փաստորեն ստացվում է մենք մեզ ենք խափում։ Եթե մենք այդտեղ կեղծում ենք ընտրություն, ուրեմն մենք մեզ ենք խափում։ Մենք եւ այլն, մենք ունենք զանգ, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեր մշտական ռադիո լսողն եմ, շատ հավանում եմ ձեր հաղորդումը, շատ կարճ հակիրճ ասեմ։ Ուրեմն շատ վատ է, որ մենք բաժանվում ենք ազգովի երկու բանակի, իսկապես դա շատ անդուր է։ Հիմա ես ձեզ հասարակ թվաբանություն ասեմ, դուք բաժանեք բազմապատկեք։ Բանակը ում օգտին է քվեարկում, պետական ծառայողները իրանց ընտանիքի անդամներով ում օգտին են քվեարկում։ Այնպես չի, որ
ծառայողները շատ հիացած են այսօրվա գիտեք մենք դա գիտենք դուք մի բան ասեմ ձեզ էլի ադմինիստրատիվ ռեսուրսի մասն եք խոսում շատ ճիշտ է հակիրճ մտածում է արդեն 5 տարուց հետո որ իր տեխնացիությունը կդնի այսօրվա աշխատողը մտածում է ուրիշ կառավարություն կգա եւ իրան կազատի աշխատանքից եւ աշխատատեղ չկա որ չի գնա աշխատի ուրիշտեղ այսօրվա նա ով մտածում է 5 տարուց հետո կարա տեխնացիություն դնի այսօր կարողան աշխատատեղեր ստեղծի, որ պետական ծառայողին աշխատանքից ազատելուց հետո կարողա գնա ուրիշ տեղ կաշխատի։ Դա գլոբալ ավելի հարցեր են, եկեք ճիշտ եք ասում, ուղղակի ես կուզեի մենք ավելի մնանք այսօրվա ընտրության օրվա հետ կապված։ Այսօրվա ընտրությունն է սրան բերել։ Այ այս պատճառն է դրան բերել։ Շնորհակալություն, տասված երկիրը լավ լինի։ Իհարկե, շնորհակալություն։ Իհարկե ընտրությունը շատ ավելի բարդ գործընթաց է կան ընդհանրապես աշխատանքի տեղավորել ունենալ կամ չունենալու խնդիրը շատ ավելի լայն հարցեր է իհարկե անալուծում ամբողջ եւ քաղաքականությունը եւ ընդհանրապես ընթացքը երկրի դուք նշեցիք մասնավոր դեպքերից մեկ այո Ալեքսանդր վստահված անձինք մենք ունենք տեղեկություններ որ վստահված անձինք այս ընտրությունների ժամանակ կարողացել են այսպես մանիպուլացնել այսինքն փորձել ուղղորդել մարդկանց քանի որ անձամբ ճանաչում են ընտրողներին հասկանալ ով եկավ, ով գնաց, եթե չեկավ, ապա անմիջապես այնպես անել, որ այդ մարդիկ գան ընտրեն եւ այլն։ Արդյոք նման դեպքեր դուք ել եք գրանցել։ Այո, ցավոք սրտի գրանցել ենք եւ մեր ընտրատարածքի տեղամասերից շատերում, այո, կոնկրետ տեխնացուի վստահված անձը ավելի շատ զբաղված է եղել ապահովելով այն, որ այն մարդիկ, ովքեր որ միգուցե ինքը ճանաչում է, ովքեր որ այդ թաղամասի բնակիչ են եւ ենթադրում է որ պիտի գան ընտրության, ապահովել նրանց ընտրության գալը։ Որոշ դեպքերում նաեւ ոչ միգուցե ոչ ուղղակի, բայց անուղղակի նաեւ ուղղորդել։ Մենք ունենք հեռախոսազանգ, լսում ենք ձեզ։ Հալո։ Այո։ Բարև ձեզ, Գևորգ ջան։ Բարև ձեզ։ Նորայնն է։ Այո։ Ես հիմա ուզում եմ ձեզանից որպես պրոֆեսիոնալ քաղաքագետներ իմանալ թե հիմա մեր ժողովրդավարությունը ինչքանով առաջ գնաց եւ ինչա պետք է անել որ ավելի առաջ գնա։ Եղավ, շնորհակալություն Ալեքսանդր։ Ես կարծում եմ որ ոչ մի քայլ էլ առաջ չգնաց։ Ինձ համար այս ընտրությունները մեծ հաշվով նման էին նախորդ ընտրություններին եւ այսպես ես շատ նենց լուրջ առաջընթաց չեմ նկատում։ Լավ, ես իմ մասով կարող եմ պատասխանել, ընդհանրապես ժողովրդավարությունը առաջընթացի կամ հետընթացի գնահատելը շատ դժվար է, բայց մի բան ակնհայտ է, որ առաջընթաց կհամարենք այն ժողովրդավարության ընտրությունը, երբ երկու կողմերը պարտվող եւ հաղթող համաձայն կլինեն արդյունքների հետ։ Հասկանալի է, որ կարող է ինչ-որ մեկը ասել, որ պարտվող կողմը կարող է միշտ էլ չհամաձայնել, բայց ես չեմ կարծում այդպես է, որտեղ մարդիկ ի վերջո ունեն նաեւ արժեքներ եւ մարդիկ նաեւ չեն կարող ամեն անգամ ուղղակի կեղծվել, այսինքն եթե իսկապես դու պարտվում ես, 1-2 կարող է դու չընդունես, բայց ի վերջո եթե դու իսկապես պարտվում ես, դու ընդունում ես քո պարտությունը, որտեղ մարդիկ նույնպես եմ ասում, մարդիկ նաև ազնիվ են, պետք չի մարդկանց կասկածել մարդկանց ազնվության վրա։ Այո, ժողովրդավարությունը աճ կունենա, երբ որ ոչ թե մի կողմը կպնդի, որ սա ժողովրդավարական էր, սա աննախադեպ էր եւ չկար նմանը, եւ մենք մի քայլ առաջ այցինք, այլ երկու կողմը կհամաձայնեն, որ սա ոչ թե առաջընթաց էր կամ չէ, այլ ուղղակի կհամաձայնեն արդյունքների հետ։ Խնդիր չեն ունենա համաձայնելու նույնիսկ կամ չհամաձայնելու արդյունքների հետ։ Ակնհայտ կլինի, որ ինչ արդյունք էլ կլինի, հենց դա էլ այն է, ինչ որ եղել է ընտրության ժամանակ, կասկածի տակ չի դրվի ուղղակի արդյունքը, սա կլինի ժողովրդավարության առաջընթացը, ոչ թե այս կամ այն քաղաքական գործի հայտարարությունը, որ սա աննախադեպ էր, կամ սա մի քայլ առաջ էր, կամ 2 քայլ առաջ էր, կամ սա այնպիսին էր, ինչպիսին որ մենք ակնկալում ենք, սրանք բոլորը պոպուլիստական հայտարարություն են, սա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ։ Մենք ունենք հեռախոսազանգ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, հարգելի Գևորգ, ձեր հյուրին։ Այո։ Ես ուրեմն նախ եւ առաջ շնորհավորում եմ մեր գործող նախագահին, տա Աստված իրան առողջություն եւ երկաթյա ներվեր 5 տարի էր դիմակայելու եւ իր ծրագրերը թող գոնե 50-60%-ով կատարվի։ Սա առաջինն է, ուրեմն երկրորդը, այդ դիտորդների հետ կապված վստահված անձերի մարդիկ, որ խոսում են, թող ունենային մնացած կուսակցությունները, ով է այդ իշխող կուսակցությունները մեղավոր որ չունեին։ Դա այդպեսի դիտարկում է։ Լավ։
Եվ դուք շատ ճիշտ ասեցիք, ես ցավոք սրտի 20 տարի սպասում ենք, բայց հələ չտեսանք, որ պարտվողը ցավոք սրտի պետք է շնորհավորի ախտողին։ Լավ, Հակոբ։ Ցավոք սրտի այդ կուլտուրան դեռ չի ձևավորվել։ Լավ, շնորհակալություն։ Ես իհարկե նկատի չունեի ընդհանրապես պարտվողը, որ պետք է, այսինքն անկախ նայից է պարտվողը համաձայն է թե չէ պետք է շնորհավորի, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դիկտատուրայի մասին չի, որ եթե մարդը պարտվել է, եթե չի համաձայնում այդ պարտության հետ, ուրեմն միևնույն է պետք է ինքը ունենա այնքան կուլտուրա, որ գնա եւ շնորհավորի։ Դուք եթե կպարտվեք, ենթադրենք եւ որևէ մեկի երեխան, եթե ընդունվում է համալսարան եւ ինքը անցնում է համալսարանում, բայց իրան չեն թողնում, որ ինքը նստի դասի, որտեղ ինչ որ մեկի տղան ավելի կարևոր է եւ պետք է նստի, գնացեք դե շնորհավորեք այդ տղային, որը ընդունվել է համալսարան ձեր տղայի փոխարեն։ Եթե կկարողանաք այդքան մշակույթ ունենալ եւ շնորհավորել կեղծիքը, դա ուրեմն դա խնդիրը դա չի։ Խնդիրը ընդհանրապես կայացնել է, խոսքը անունները չեն, խոսքը գործող կամ չգործող, դիմադիր կամ անդիմադիրի մասին չէ, ժողովրդավարությունը շնորհավորանքների մեջ չի։ Ժողովրդավարությունը այն չի, որ պետք է ինչ որ մեկը շնորհավորի, ուրեմն դրանով մենք ժողովրդավարություն ենք կամ կայացնում ենք։ Ինչ վերաբերում է վստահված անձանց, ապա խնդիրը այն չի, թե ով ունի, ով չունի։ Մենք դրա մասին խոսեցինք, կարող են ընդհանրապես վստահված անձինք չլինել։ Խոսքը այն չի, որ վստահված անձինք եթե լինեն, ընտրությունները լավ կգնան։ Խոսքը ընդհանրապես process-ների մասին է, որոնք պետք է ընթանան առանց վերահսկողության եւ պետք է իրենք լինեն լավ։ Դուք չպետք է ամեն տեղ մենք ունենանք վերահսկողություն, որպեսզի ասենք բանդ չի, որ մենք վերահսկենք բոլորի աշխատանքը, որպեսզի յուրաքանչյուր իր աշխատանքը ճիշտ կատարի։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Անունս Արիս է, ես հաջողակի լսում եմ ձեր հաղորդաշարը։ Շատ հաճելի է, որ կարելի է մտքերով փոխանակվել, հասկանալ եւ ինչու՞ չէ լուսաբանվել։ Ունեմ հետեւյալ հարցը, Գևորգ ջան։ Ուրեմն ինձ թվում է բոլոր երկրներում, նույն թվում նաև մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարելու կամ ընդհանրապես կողորոշվելու համար պետք է լինի առաջինը կրթված եւ առողջ։ Երբ այդ երկու հանգամանքը մեզ մոտ բացակայում են, ինձ թվում է մենք երբեք չենք կարող ճիշտ որոշում կայացնել։ Եթե կիսում եք իմ միտքը, խնդրում եմ արտահայտեք։ Լավ, շնորհակալություն։ Ես շատ հակիրճ կասեմ, պատճառահետևանքային կապի մասին եք խոսում։ Ինչ ժողովրդավարությունը ինչից է բխում։ Շատ կոմպոնենտներ կան, միայն առողջություն եւ կրթություն չէ։ Դուք ինչ որ նշեցիք, դրանք անհրաժեշտ, բայց որ ոչ բավարար պայմաններ են։ Շատ ուրիշ այլ պայմաններ էլ կան, որոնց իհարկե մենք չենք անդրադառնա, որտեղ ժամանակի խնդիր ունենք, բայց այո, ճիշտ եք նշում, դրանք կարևոր կոմպոնենտ, ասենք անհրաժեշտ, բայց ոչ բավարար կոմպոնենտներ, այսինքն դեռևս շատ այլ կոմպոնենտներ են պետք, որպեսզի ժողովրդավարությունը կայանա։ Ամենայն դեպս մեր կազմակերպությունը այն կազմակերպություններից է, ով հույսը դնում է կրթության վրա։ Ճիշտ է, այո, ես իմիջիալոց, այո, Ալեքսանդր, դուք կրթում եք նախ դիտորդներին, մի բան, որ մենք նաև չենք տեսնում այլ դիտորդական առաքելությունների մոտ, թե ոչ թե նսեմացնելու խնդիր կա, ես ուղղակի ուզում եմ փաստ արձանագրել, որ կան դիտորդական կազմակերպություններ, որոնք ուղղակի քանակի վրա են ավելի շատ իրենց շեշտը դնում, քան որակի։ Հա, ցավոք սրտի կան, ես իհարկե չեմ ուզենա առանց անուններ տալ, գործընկերների երևույթներն են, ոչ թե անունները, որևէ խնդիր չունենք, բայց իհարկե, քանի որ դիտարկում ենք անում, այդ գործընթացի մեջ ներգրաված ենք, տեսնում ենք, որ կան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր որ ինչպես սկզբում էինք խոսում, ընդհանրապես ներկայացում են ապահովում, իսկ դա հաստատ ոչ մի արդյունք չի տալիս։ Լավ, մենք ունենք հրախուսազանք, դուք եթերում եք, այո, լսում եք ձեզ։ Բարև ձեզ։ Գևորգ ջան, նոր որ այդ հարցը ժողովուրդը պետք է կրթված լինի, ես մի բան եմ ուզում ասեմ դրան, էլի որ մեր ժողովուրդը շատ լավ էլ կրթված է, լավ էլ հասկանում է ամեն ինչը, բայց մի բան է պակասում, եթե ղեկավարը, եթե ձուկը գլխից է նեղած, եթե ղեկավարը կեղծիկ ու կաշառքի մեջ է թաղված, ժողովուրդը ոչ մի բան չի կարող անել։ Լավ, շնորհակալություն։ Ես անկեղծ ասած համաձայն չեմ դրան, այդ ստացվում է, որ եթե այդպիսի իրավիճակա մենք այլ ընտրանք չունենք։ Ալեքսանդր, ես ինչ որտեղ բայց համաձայն եմ, գիտես։ Ես չեմ բացառում, որ դա ազդում է։ Բոլորը չէ որ պետք է դուրս գան փողոց, բոլորը չէ որ պետք է պայքարեն, բոլորը չէ որ պետք է գնան միտինգների, այսինքն պարտադիր չի ժողովուրդը ինչ որ բան փոխելու համար անպայմանորեն ինչ որ ակտիվ գործողություններ անի։ Յուրաքանչյուր իհարկե ես հասկանում եմ, որ ռադիոլսող այդքան գլոբալ չի դնում հարց, ուղղակի ուզում եմ ասել, որ ամեն ինչը վերևից պիտի փոխվի, բայց մարդիկ իհարկե կարող են փոփոխություն բերել։ Հա, օրինակ ես կարող եմ, բայց ոչ պարտադիր չի միտինգներով։ Իրավիճակը ավելի մոդելավորել ավելի փոքր իրավիճակի, ասենք մեկ երթուղայինի սահմաններում, երբ որ վարորդը մեքենան վարելիս ծխում է եւ իրեն իր ուղևորները որպես պատվիրատուներ, հա, նրանք ովքեր վճարում են այդ ուղևորցը, հա, այդ ծառայության համար վճարում են, չեն արձագանքում, չեն պահանջում իրենց իրավունքները, եւ վարորդը շարունակում է ծխել։
Բայց միգուցե մենք մյուս կողմից նայենք, եթե վարորդին մենք կրթենք, պարտադիր չի ուղևորները պահանջեն, որպեսզի վարորդը հասկանա, որ ինքը չպիտի ծխի ուղղակի վարորդը հասկանա, անկախ նրանից կպահանջեն թե չէ, մարդիկ կարող են վերջո համեստություն անել կամ ներվեր չդնել ամեն անգամ ամեն հարցի համար։ Մենք ունենք հարց, ես խնդրում եմ շատ հակիրճ հարցը, որպեսզի մենք հասցնենք պատասխանել, ունենք 2 րոպեից պակաս ժամանակ, լսում ենք ձեզ։ Անջատեք ռադիոընթունիչը հեռախոսով մեզ լսեք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն երեկ առավոտյան երկիր մեդիայով հայտարարվեց, որ նախագահը ժեստ է արել ընդդիմադիրներին, որ իր վստահված անձանց կարող է ընդդիմադիրներին ներկայացնել։ Հարցը, խնդրեմ հարցը, ժամանակ չունենք ուղղակի լսելու երկար նախաբանը։ Դա խաթեբայություն էր ուղղակի։ Դա խաթեբայություն էր նախագահի կողմից, իսկ Շարմազանովը ասաց, որ նվիրում ենք, այսինքն ինչ է, ձեր վստահված անձիկ բոլորը ապրանք են, դուրս է գալիս, որ նախագահի շրջապատը բոլորը ապրանք են։ Շեշտակցանը կուզենա կառնի, կուզենա ծծաղի, կուզենա նվիրի։ Լավ, շնորհակալություն, մենք եթերաժամանակը փաստորեն սպառվում է։ Ալեքսանդր, վերջի խոսքը, մենք ունենք մի քանի վայրկյան, ընդհանուր ինչպես եք, երբ կլինի ձեր ռեպորտը, հայրեն, ինչպես է։ Մեր վերջնական զեկույցը կլինի մինչև ամսվա վերջ, հա։ Նախնական արդյունքները մենք կամփոփենք վաղը ժամը 2-ին։ Վաղը ժամը 2-ին դուք կամփոփեք նախնականը։ Շատ լավ։ Մենք եթերաժամանակը մեր սպառվեց, ես հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալեցինք ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն Civitas հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանին, շնորհակալություն Ալեքսանդր հետաքրքիր զրույցի համար, սիրելի ռադիո լսողներ, մնացեք Արբրադիոյի եթերում, հետևեք մեր աշխատանքներին առայժմ։